Ուժ դեպ չեմ կարող հուշեմ։ Այն կողմից եկա։ Բազմիցս ունեցել ենք դեպքեր, երբ որ արտադրական process-ի ընթացքում արտադրել ենք ակնոց, վերջում տեսել ենք ակնոց չի։ Ու մեկ ակնոց արտադրելու համար դու 45 process ես անցնում։ Դուք երբևէ ակնոց գնելիս ասել եք ակնոցի ռազմեր ունեք, ոչ ոք չի ասում, չէ՞ դրա մասին։ Առաջին էմոցիա, վերջ, ընկերներով դզվեցինք, ոնց լինես տրենդի մեջ, բայց միևնույն ժամանակ գրեհիկ չլինես։ Այստի համեցեքի հետ կապված էսպիսի մի փոքր դրվագ պատմեմ, տանզում մի ժամանակ զեղչեր հաճախ էր լինում 70% զեղչ, այս շալվարը պետք չի, չես էլ փորձում այնտեղ։ Եվ այսպես Արտուրը հաղթեց։ Ակնոցը դա այն աքսեսուարն է, որը սիրում աջերմություն, ակնոցը դա այն աքսեսուարն է, որը սիրում ատակություն։ Ողջույն, ես Նարեկ Ալեքսանյան, բիզնես փորձագետ եւ B1 մեդիայի եթերում շարունակում ենք բիզնեսմեն թե բզբզմեն հաղորդաշարը։ Այսօր ունենք շատ հետաքրքիր հյուր, Արտուր Խաչատրյան, Արտուր ջան, ողջույն։ Ողջույն Նարեկ ջան։ Արտուրը Dance ընկերության տնօրենն է։ Dance-ը մեր հայաստանյան, հայկական ճիշտ ոնց ասել, ակնոցներ, հայաֆիկացված ակնոցների արտադրություն։ Հայաֆիկացված ակնոցների արտադրություն, բրենդ, որովհետև շատ կարևոր է այդ բրենդ կոմպոնենտը, հա, նաև բերել, որովհետև առելի մեծ աշխատանք կատարվեց հենց ի սկզբանե ձևավորել այդ բրենդային մոտեցումը, հա, ոչ թե ապրանք, հետո նոր վերջում լոգոտիպ եւ բրենդ, հա, հենց միանգամից fashion բրենդ ձևավորելը եւ այն ինչը որ կատարվում է եւ շարունակվում է, բոլորիս աշխի առաջ է, այնպես որ դրա մասին չենք խոսա, բայց Արտուր մեկնարկից առաջ ամեն անգամ դանսը մենք արդեն սովորել ենք, որ դանսը մեր համար ոչ միայն ավելին է քան ակնոցներ, հա, ավելին հետեւաբար ամեն անգամ ինչ որ նորամուծություն եք բերում, մի հատ հետարքիր մոտեցում, հետարքիր բաներ, ինչ նորություններ, ինչ հետարքիր բաներ ունեք, կամ պլանավորվում է, մի քիչ կիսվի որ էքսկլյուզիվ ունեն։ Շատ բարի, նախ շնորհակալություն հրավերի համար։ Դանսը արդեն բոլորը սիրում են, ինչպես նշեցիք, Նարեկ ջան, այդ փաստի արդյունք ես ուրախ եմ բնականաբար, մենք ուրախանում ենք, որ մեզ ասում են սիրում են հիանալի բան է, հիանալի զգացում է, երբ որ դու մի հատ գործ ես անում։ Անկեղծ ասեմ, սա չեմ ասում, որովհետև sense հիմա ես համաձայն եմ։ Ես համարում եմ բավականին լուրջ ցուցանիշ է, երբ որ դու ապրանքը նվեր ես տալիս։ Այսինքն, երբ որ դու այդ ապրանքը նվեր ես տալիս կամ նվեր քարտ ես առնում, այսինքն դա նրա մասին է, որ դու հենց էմոցիա ես իր մեջ ավելացնում, այդ սերը, հոգատարությունը, այսինքն դուք տվել եք, որ մենք տալիս ենք, էլի։ Դա նաև պարտավորեցում է, հա։ Այո, կա այդպեսի բան։ Ինչ պլաններ ունենք։ Պլանները իրականում բավականին շատ են, բավականին մեծ են պլանները։ Առաջին պլաններից ամենակարևոր եւ այսպես համապարփակ ինֆորմացիա ձեզ տամ, նաեւ որ դանսը այսուհետ միայն չսահմանափակվի տարածաշրջանով։ Ամենակարևոր պլաններից մեկը նա է, որ դանսը դուրս գա միջազգային շուկա, ինչի հետ կապված մենք աշխատում ենք բնականաբար։ Դա նախնական եւ ամենակարևոր պլանն է, այսպես ասենք, իսկ առհասարակ դանսի կենսամշակույթը եւ մշակույթը թե ոնց է ապրում, ինքը շատ հետաքրքիր կարևոր այսպես process-ը իր հետ նաև բերում է պատմություն, հսկայական, որը արդեն 7 տարի է, բոլորս գիտենք ու ծանոթ ենք, այսպես ասած։ Արտուր ջան, ասեմ, որ մեր քննարկումը, որպեսզի ել ավելի հետաքրքիր լինի, թիմի կողմից ձևավորված են հարցեր եւ ունենք տարբերակներ պատասխանների, բայց ամեն ինչ արված է, որպեսզի դու սխալ պատասխանես, ինչու եմ դույով դիմում, որպեսզի մենք դուրս են գալիս YouTube-ով, որպեսզի խոսակցությունը ավելի ամիջական լինի, դույով ենք շփվելու։ Սխալ պատասխանի դեպքում մենք ունենք բզբզ հարցեր, հենց այդ բզբզ հարցերը այն հարցերն են, որ գործարարները եւ գործարար համայնքը ներառված բոլորը, հա, խոսում ենք դռներ, ամենօրյա մեր խոսակցություններն են այն ինչը որ առօրյա է կամ ոչ հանրային է, բայց մեր համար ինչի է կարևոր այս հարցերը գան հանրային դաշտ, որպեսզի սկսնակ գործարարները, փոքրիկ ձեռներեցները, հենց նոր ովքեր մտել են այս դաշտ, ոչ տեսնեն միայն վարդագույն պատմությունները, թե ինչ ամեն ինչ լավ է, հա, ես դրեցի եւ միանգամից դարձա միլիոնատեր, ու եթե վաղը ինքը միլիոնատեր չի դառնում, նեղվում է, ասում բայց մարդը ոնց դառավ միանգամից, հա, կամ հակառակը գորշ պատմություններ են, որ գործարարությունը դա միշտ մութ է, սերի է եւ ավելավատեղ չգնանք եւ այլ, այ գլուխներս հանգիստ գնանք մի հատ միջազգային կառույցում աշխատավարձով մի 7 տարի ապրենք, մինչեւ արհեստական բանականությունում մեզ չեն փոխարինի։ Եվ այսպես Արտուր ջան, անցնենք առաջի հարցին։ Խնդրում եմ հարցը ես կկարդամ, հետո մի հատ իրար կքննարկենք, հետո տարբերակները, լավ։ Նշված ազգանուններով գրողներից ում անունը դեռևս չկա դանս ակնոցների անվանումներում։ Այսինքն, հիմա հնչեցվելու են ազգանուններ,
բայց դուք ունեք ակնոցների շարք իրանց անուններով։ Դիտավորյալ ես անունները չեմ հնչեցնելու, որովհետև թիմը ամեն ինչ արել է որ խճճի, որ բզբզ հարց քաշի։ Մի խոսքով ամեն ինչ արել են որ քաշվեք, էլի։ Բայց այս մարդկանց ազգանունների անուններով դուք ունեք ակնոցներ, բայց մեկի դեպքում չունեք։ Ահա, գնացինք։ Ուրեմն ունենք Դրայզեր, Բայրոն, Դիքենս եւ Սկոթ։ Օրինակ կարա լինի, ասենք անուններ Ջորջով կարող է ունենանք։ Ջորջով։ Դիքենսը։ Ես չեմ կարող հուշեմ, որ հուշեմ շատ հուշեմ կլինի։ Ես կարող ուրի ձև հիշեմ։ Ուրի ձև հուշեմ ավելի ճիշտ։ Այն ինչ որ ճիշտ պատասխանն է, այդ մարդուն հանդրադարձել են Հայաստանի մի շատ ունիկալ ներկայացում կար, որը ցավոք սրտի շատ քիչ տևեց։ Հա, իր կյանքը շատ քիչ է ապրել, մեր փայլուն դերերով մեր Հրանտ Թոխացյան, Միշան Պողոսյան եւ կար մի հատ կերպար, որին իրանք անդրադարձել էին համազասպ անունը կապել էին այդ անվան հետ։ Այդ պարագայում էլ ուժ դեպ չեմ կարող հուշեմ։ Այն կոմից եկա։ Այդ կոմից եկաք։ Լավ, սենց սկսենք։ Այդ դեպքում հուշակեք, որ տարբերակը A, B, G, D։ Արտուր ջան, ինձ այնց ուրախացնում, որ միկրոմենեջմենտի մեջ չկա, հա, որտեղ բացատրեմ, ես միշտ երկու բան կա, շատ լավ է, դեպքեր կան, երբ որ ընկերությունը օրինակ գտնվում է փոքր եւ միջին կամ այդ դեպքում հա այո ղեկավարությունը պետք է միկրոմենեջմենտի մեջ խորացած լինի։ Ես ուրախանում եմ, երբ որ ղեկավարությունը միկրոմենեջմենտի մեջ խորացված չի։ Անկեղծ պետք է պատասխանեմ, Մարիկ ջան, նայեք, ակնոցները կոդեր ունեն, ես կոդերը գիտեմ ակնոցները, ասենք DZ 8212 ես գիտեմ, 2606 ես գիտեմ ու պատկերացնում եմ դա ինչ ֆորմայի ակնոց է։ Ասա թե հաճախորդը ոնց է առնում ակնոցներ շատ լավ, այդ դեպքում առաջի, երկրորդ, երրորդ թե չորրորդ։ Եկեք գուշակենք, sense։ Եկեք գուշակենք չորրորդ, լավ։ Չորրորդ։ Սկոթ Դիքենս։ Հա, երևի։ Չես, ուրեմն չորրորդ տարբերակ ընտրվեց, երկար չեմ տանջի, սա սխալ պատասխանը, ճիշտ պատասխանը Բայրոնն էր։ Այսինքն Բայրոնի վրով չունեինք։ Ջորջի չունենք ոչ մի բան։ Մնացածով ունենք։ Մնացածով ունենք։ Սկոթ Դիքենսով ունենք։ Հա։ Թեոդոր մյուսը որն էր։ Դրայզերը։ Դրայզը ունենք։ Այո։ Անուններով ունենք։ Այս մեկը չունենք։ Բայց ասում այս են դեպքերից, հա։ Հետևողական ելնեմ, որ անպայման նայեմ, որովհետև իմ համար էսի լրիվ բացահայտում է։ Եկեք ուրիշ բան ասենք։ Հետևողական ելնենք, որ մեր հայկական հայ մեծերի անունները հայտնվեն։ Այս փոքրիկ ես ամեն անգամ, դες փոքրիկ բան ունեմ, էլի տենց խնդրում եմ, որ ամեն անգամ ամեն բիզնեսում մի հատ ինչ-որ հայկական բան։ Հա, ինչ-որ մի հատ հայկական, բայց ոչ թե գրեիք, գեղեցիկ։ Օրինակ մենք ունենք մարդիկ, ովքեր կարելի է իրենց անունները ունենալ ու ինքը տենց ինչ-որ մի հատ ունիկալ տար ունենա իր հետ։ Արտուր ջան, քանի որ պատասխանը սխալ էր, հա, մենք ունենք բզբզ հարց, խնդրեմ բզբզ հարցը քաշենք։ Քաշում եմ սրանցից։ Այո։ Ընտրության հնարավորություն եմ, թե հենց առաջին ոնց ուզում եք։ Ավելին ասեմ, էլի, այս բզբզ հարցերի մեջ շատ հնարավոր է հիմա մեզ ընկնի մեր նախորդ հյուրերի իրենց կողմից թողված հարցը։ Ու ավարտին, Արտուր ջան, այսուհետև միշտ այստեղ քո հարցը եւս լինելու, ավարտին հարցս թողելու, որ դեռ լինի։ Այնպես որ սա շատ բարի, եկեք քաշենք։ Փոքր մոռանալու տեղ կա, էլի։ Կարդում եմ, այո։ Ահա։ Так, կմտաբերես որևէ դեպք, երբ քո անձի բրենդը վատ ազդեցություն է ունեցել քո բիզնեսի վրա։ Ну, նախ մի քիչ հարցը բացենք, որովհետև շատ դեպքերում այս հարցը շատ դիպուկ է, երբ որ մենք խոսում ենք հենց հիմնադիր, բիզնես հիմնադիր տնօրենների պարագայում մի քիչ կարգավիճակ ուրիշ է, բայց միևնույն ժամանակ գոյություն ունի անձնային բրենդինգ ու կան ընկերություններ, օրինակ պայմանական նույն Apple-ը ինքը այսօր կառավարում է մարդու կողմից, որը չի հիմնադրվել, հա, բայց ինքը կտրուկ փոփոխություն բերեց Apple-ի կապիտալիզացիայի վրա, ոնց որ սիրում են ասել մասնագետները, հա, միջև միլիոններ հասցրեց Ջոբսը, բայց Կուկը հասցրեց միլիարդների, հա, այսինքն լրիվ ուրիշ մոտեցում էր, էլի։ Բայց մտաբերում եմ այսպեսի դեպք, ուղղակի ես չգիտեմ իրան ամբողջական փակագծերը բացեմ թե ոչ, որովհետև դա բավական մեծ կազմակերպության հետ կատարված գործարք էր, այդ գործարքի արդյունքում Եկեք անունը չասենք, բայց իրավիճակն է շատ կարևոր։ Իրավիճակը ներկայացնում եմ։ Համագործակցում ենք մի ընկերության հետ, որը որ մեզ տրամադրում է հաճախորդներ, հաճախորդները այսպես բժշկական սպասարկում են մեզ մոտ անցնում, աչքի հետազոտություն եւ այլն։ Այստեղ խնդիր էինք ունեցել
գաղտնի հաճախորդ էին ուղարկել դանս, որ տեսնեն դանսը վաճառում է արդյոք բժշկական ապահովագրության դիմաց օպտիկական շրջանակ լինզա, թե այդ գումարի դիմաց վաճառում են նաև արևային ակնոց։ Ըստ կանոնակարգի արևային ակնոց իրավունք չունենք վաճառելու, որովհետև դա մեր պայմանագրերում երկուսից բավականին այսպես լավ նշված է, հստակ գրված է, եւ փորձել են համոզեն աշխատակիցներից մեկը, այսինքն այնպես էր տեղի ունեցել, որ как бы ловушка, да? Այսինքն իրանք ցեին թակարդի մեջ, այո, եւ ընկել էր այդ թակարդի մեջ։ Հիմա ես զանգել եմ տվյալ ընկերություն, ասում եմ բաժողովուրդ, այսպեսի բան է տեղի ունեցել եւ այլն։ Ի վերջո խնդիրը հասավ նրան, որ իրենց աշխատանքային պայմանագիրը լուծարեցին մեզ հետ, դա զուտ կապված էր հավանաբար իմ անձի հետ, որովհետեւ իրավունք չունեմ ափերից դուրս գալու, բայց մեկ-մեկ բոլորս էլ մարդենք լինում է, որ ափերից դուրս են գալիս ու կարող ես նաև գործընկերոջ հետ այնպես չէ՞ որ այսպես հարթ տոնայնությունը ուղիղ էմոցիայի դաշտում ենք ապրում բոլորս ու էմոցիոնալ լինելը բոլորի մոտ կա, պարզապես իրեն զսպում ես որոշ մակարդակներում, չկարողացա զսպեմ հիմա մարդիկ որոշեցին, որ իմ անձի հետ կապված հստակ հարցրեցին, եթե այդ մարդը աշխատում է ձեզ մոտ, ուրեմն մենք պայմանագիրը խզում ենք մեր գործընկերային պայմանագիրը խզում ենք ձեզ հետ։ Ի վերջո մենք խզեցինք այդ գործընկերային պայմանագիրը, որովհետև բնականաբար այդ մարդը դանսից դուրս չէր գալու, ես մնալու էի այդ դանսում, պայմանագիրը խզվեց, բայց որոշ ժամանակ հետո նորից փորձ արվեց իրենց հետ համագործակցելու, համագործակցությունը հիմա ընթանում է, այսպես ասած, բայց փաստաթղթերի տակ այլևս իմ ստորագրությունը չկա, այսպես ասած։ Արթուր ջան, տեսեք, ըստ մի շատ կարևոր էպիզոդ կար, այն ինչ որ նկարագրեցիր, իմ մոտ մի հատ տպավորություն էր, որ ես հիմա կասեմ, խնդրում եմ կամ համաձայնվի կամ ոչ, էլի, ինձ հետաքրքիր է, որովհետև իմ մոտ այդ տպավորությունը եկավ, այսինքն գալիս է մի պահ, երբ որ դու նույնիսկ ես երբեք այս վերջերս չեմ սկսել եմ խուսափել ինչ որ բաներ կոչել էմոցիոնալ, որտեղ լրիվ նորմալ է որ մարդը պետք է էմոցիոնալ լինի։ Հա, չես ուզում էմոցիոնալ ինչ որ մի հատ բանի հետ շփվի արհեստական բանականության հետ, որտեղ այնտեղ հաստատ էմոցիա չկա։ Չնայած այս վերջերս սովորել եմ սկսել էմոցիաներ ցույց տալ։ Հա, բայց ես ուրիշ բան կարդացի, որպես ղեկավար նույնիսկ գիտակցում էի ռիսկերը, հա, որտեղ մարդը գիտակցում են, հիմա որ դուրս եմ գալու խոսալ եմ, բայց կա մի հատ առաջնահերթություններ եւ կա արժեքային համակարգ, երբ որ դու քո մեջ վատ ես զգացել, որ քո թիմակցին թակարդն են գցե, այսինքն այդ պահը ու հենց այդտեղ կա հայտնվում է երկու Արտուր, հա, եթե ես չի մեկ Արտուրը որ այ մարդ կուլ տամ, հերնել անիծած, աշխատողից փուրը տամ, ով այդ իմանալու, աշխատանքային process է, եկեք այս աշխատողին փուրը կտանք, գործարքը կգնա, KPI-ներից կխփեմ, թիվը կմնա, բայց մնացած աշխատողներս կտեսնեն, որ X իրավիճակներում մեր ղեկավարը մեր հետ չի։ Ղեկավարը ինքը լիդեր չի, թիմային գաղափար, այդ թիմը սիրուն կենացա կորպորատիվի ժամանակ, բայց իրավիճակում ինձ է փուրը տալու, որը որ հետո շատ դժվարությամբ դու կանալու ես վերականգնես, կամ դու գնում ես այդ ճանապարհով եւ գործընկերային հարաբերությունն է տուժում։ Հիմա դու այդ ճանապարհին, եթե ճիշտ եմ հասկացել, էլի, այսինքն դու ընտրեցիր այն ճանապարհը, որ լսի, մեր ընկերության համար շատ կարեւոր է թիմը, մեր ընկերության համար այդ արժեքներն են կարեւոր, այս մարդիկ ինձ վստահում են։ Ես ու մանավանդ այն կողմից ոչ կորեկտ կարգավիճակ է եղել, այսինքն ոչ թե գաղտնի գնորդը իրականացրել են ինչպես կլիներ իսկապես գնորդը, այլ ոչ գնորդը իրականացրել են, որպեսզի իմ աշխատողին գցեն թակարդը, հա, ու հետեւաբար այն որ ասում եմ մեծ հարցական է, ձեր ընկերությունը տուժել է թե ոչ։ Ու հակառակը այն ընկերությունը, որ այդ վարկագիծը ունի, մեզ չի հետաքրքրում, հա, շատ վախենալու է, որովհետև այդ վարկագիծը շատ դեպքերում, հա, ինչ է իրանց տալու։ Հակառակ իրանք պետք է ուրախանային, որ այս ընկերության մեջ, որտեղ այսօր դու ուզում ես աշխատես այնպիսի ընկերությունների հետ, որտեղ կա հստակ արժեքային համակարգ, որտեղ հստակ թիմագործում, հա, իմաստը ստրես տեստից հետո մարդուն գցել թակարդը։ Այնպես որ շատ հետաքրքիր էր։ Մեր պարագայում իրականում ես գիտակցում էի ես ինչ եմ անում, այսինքն ես գիտակցում էի նաև հետևանքների մասին ինչ կարա լինի, փայլուն գիտակցելով, բայց այնուամենայնիվ ես համաձայն չէի չարթարացված մոտեցման հետ։ Այսինքն եթե այդ մոտեցման տակ լիներ միտք եւ ճշգրիտ միտք կոդուրներ կգար, որտեվ ինչու մենք օրինակ ես շատ դեպքերում ասում եմ շատ կարեւոր է եկեք ստուգեք, սխալս բացահայտեք, ես այդ սխալի վրա սովորեմ, բայց գցել մի հատ իրավիճակի մեջ, որ մարդը այստեղ գիտես ինչ նախնդիր է, այստեղ մեր ժողովուրդը սիրում ասի ասենց սարքեն գլխին։
սարքել գլխին պետք չի։ Եթե ինչ-որ բան ուզում եք ստուգեք, եթե ինչ-որ բան ուզում եք հասկանաք ինքներդ արդյոք դա ոնց է աշխատում, ու շարքային աշխատակցի հանդեպ։ Ու շարքային աշխատակցի։ Այդ է վիրավորում, այլ այսինքն դու մտածում ես, որ այդ մարդը պաշտպանված չի։ Եվ իմ ամբողջ հակառակը պաշտպանված է, ես իրա կողքին եմ։ Եվ իմ ամբողջ, այսպես ասած, դժգոհությունը դեպի իրենց հենց դա էր, որ սա շատ հզոր քեզ կարա դառնա HR բրենդինգի տեսանկյունից, ներքին կարգավիճակում ես ասում, որտեղ լիքը հիմա ես համոզված եմ, լիքը ձեր աշխատակից, լիքը չեն ասում, իրանց համար սա մեսեջ էր, սիգնալ էր, որ լսի մեր ղեկավարության մեր կողքին է։ Ինքը կարա դա լռեր, ինձի փուրը տար, բայց ինքը չթողեց դա անել։ Ինքին կողքին կանգնեց։ Պետք չէր, այո, աշխատակցին, շատ լավ է։ Ասեմ, մի հատ փոքրիկ դասընթաց հիմա մեզ լսող դիտողները, իս արդից օգտվելով ես ասում եմ անպայման բաժանորդագրվեք B1 մեդիայի YouTube-յան ալիքին, մեզ հետևեք սոցիալական ցանցերում, շատ ակտիվ ենք բոլոր հայտնի հարթակներում, որպեսզի բաց չթողեք այսպիսի հետաքրքիր նյութերը, որովհետև այս վերջերս Արտուր ջան, որտեղ կիսվեմ, մեր մոտ այնպես մի հատ ինչ-որ տրենդ է առաջացել, մենք փորձում ենք hype բռնել, այսինքն ինտելեկտուալ կոնտենտը, այսինքն կոնտենտը, որի նշանակում է երկար մտածել, խորանալ, մի բան իմանալը, ասում պետք է ինքը տես գրավիչ լինի, հիմա մեկը պետք է դուրս գաս թե բարի, այսինքն կամացից ինչ-որ մի հատ բան, մեկը ուտելիք բերի, մենք ես ու դու ենք արանքում ուտելը, հա։ Ես դեմ չեմ, որ այդպիսի կոնտենտ լինի, բայց միևնույն ժամանակ շատ ուրախանում եմ, որ մենք հայալեզու դաշտում ունենք երկար մտածող կոնտենտ սպառող ուրեմն մարդիկ, որոնք իդեպ ասած շատ կարևոր է մեր բիզնեսի տեսանկյունից, որտեղ բիզնեսի խաղը միշտ երկար է։ Մենք կարճ չենք խաղում, հա։ Շատ լավ, Արտուր ջան, անցնենք հաջորդ հարցին։ Անցնենք։ 2024-ի ընթացքում քանի թերթ ացետատ է օգտագործվել դանս ակնոցների շրջանակների պատրաստման համար։ Թերթի նկատմամբ լիստ էլի։ Ժողովուրդ այդ հարցերը որտեղից եք վերցրել։ Ո՞վ է ձեզ տրամադրել այդ ինֆորմացիան։ Լրիվ, մաքսիմալ արվել է գտնել այնպիսի հարցեր, որ պատասխանները չունենաս։ Ունենք տարբերակներ, Արտուր ջան։ Հնչեցրեք տարբերակները։ 760, 800, 840 եւ 900։ Պատասխանեմ 900 կարծում եմ։ Ինչքան հասկանում եմ, Արտուր ջան, քո դուրն եկել է մեր բզբզ հարցերը, սա իր սխալ պատասխան էր, բայց այս անգամ ասում է լրիվ արդարացված էր, որտեղ խճճել էինք ամեն ձևով, ճիշտ պատասխանը 800-ն էր։ 800։ Բայց ես բավականին մոտ եմ ասել 800, այսինքն հիմա մի հատ այսպեսի հարց էլի, նախ միջև բզբզ հարցը քաշելը, տեսեք, արտադրության process-ը ինքը բարդ երևույթ է, շատ դեպքերում նույնիսկ չարդարացված։ Դա անկես խոսանք էլի, որովհետև դա դες հեշտ է էլի թվում ինքնաշեք հայրանան, իրականում մի անգամից առաջանում են խնդիրներ մատակարարման շղթաների հետ կախված, մի անգամից հարցեր են առաջանում այդ լոգիստիկ հարցերը, բերել, պայստավորել, արտադրել, աշխատուժ, չեմ ասում ամեն ինչ, իսկ մանավանդ երբ որ դու նայում ես արդեն OGG-ն ինչքան է, հա, մեկ աշխատակցի այստեղ եւ աշխատակից, որ դու կարող ես վարձակալել ասիական այլ երկրներում եւ ունենալ այդ ապրանքը, շատ դեպքերում նույնիսկ տենց ես պայմանական ասում եմ արտադրողները իրանք նվիրյալներ են։ Իրանք պետք է սիրեն այդ գործը, որտեվ կոմերցիոն տեսանկյունից ինչ-որ միտեղ պատվիրելը վաճառելը շատ դեպքերում ավելի արդարացված է լինում։ Ուզում եմ մի քիչ կիսվես այդ արտադրական երևույթների մասին ու արդյոք ստացվեց ու ինչ-որ միտեղ արդարացվեց ձեր սպասումները աշխատուժի հետ կախված, արտադրան, որ ինքը լինի ձեր կողքը, ձեր կոնտրոլի տակ, այսպես ասած, էլի։ Բարդ հարց ես առաջ քաշում, Նարեկ ջան, իրականում պետք է ասեմ։ Որտեղ բոլոր գործարները հիմա դրա մասին են մտածում, ասում են, դե ինչի արտադրանքը դնենք Հայաստանում, կարանք ուրիշտեղից բերենք վաճառենք։ Շատ ճիշտ ես նկատում։ Նայեք, արտադրությունը ինքնին բավականին բարդ գործընթաց է։ Դա կապ չունի, մենք չենք ունեցել։ Դա կապ չունի ակնոցի արտադրությունը, կապ չունի դա հագուստ ես անում, կոշիկ ես անում, սնունդ ես, այսինքն բացառապես կապ չունի։ Արտադրությունը ինքնին բավականին բարդ processing-ային երևույթ է, որը իր մեջ լիքը կոմպոնենտներ ունի։ Սկսած աշխատողից վերջացրած մինչև քո արտադրության ճիշտ պլանավորումները եւ այլն, այսինքն բազմաշերտ է իրականում։ Դանզի պարագայում պետք է այսպես ասեմ, մարդը երբ որ մի նոր բան սկսում է, հա, այդ նոր սկսած բանը եթե դու թեորիապես իրան լավ պատկերացնում ես, ապա պրակտիկայում փորձում ես իրան կիրառել, այս պարագայում կարող է դու ոտքդ քարին խփես։ Մենք խփել ենք այդ քարին։ Մենք բազմիցս ունեցել ենք դեպքեր, երբ որ արտադրական process-ի ընթացքում արտադրել ենք ակնոց, վերջում տեսել ենք ակնոց չի։
ինչ որ ուրիշ բան է, բայց ակնոց չի հաստատ։ Ու դա մենք չէինք կարող բոլորը ռիսկ է, վճար է, այս այն որ կա, չէ՞, ասում սխալը 4-5-0-ով է, էլի, այսինքն Այո, կա այդպիսի բան, բայց նաև պիտի նշեմ հետեւյալը, որ արտադրությունը բավականին հետաքրքիր բան է։ Միանշանակ։ Երբ որ դու մտնում ես դրա մեջ, սկսում ես դրա։ Այո, էմոցիա կա դրա մեջ։ Դու ուզում ես ի վերջո տեսնես քո արտադրության զարգացումը քեզ ուրա տանում, ինչ լեվելի պրոդուկտի է տանում քեզ, ինչ արդյունքի է քեզ տանում։ Ու երբ որ դու սկզբում արտադրել ես ակնոցը, այդ ակնոցի նման չի եղել ակնոցի, իսկ հիմա երբ որ դու արտադրում ես ակնոց ու այդ ակնոցը իսկապես ակնոց է, հա, գլուխ գովալու ակնոց է դառնում, հա։ Այո, գլուխ գովալու ակնոց։ Այս խալեր մոռանում ես։ Այսինքն սա կարելի է համեմատել սպորտսմենի այդ չեմպիոն դառնալու պահի հետ, թե ինքը քանի անգամ ոնց է տանջվել, ինչ է եղել, ինչքան, այն որ ասում են, սաղ պարտությունները մոռանում ես։ Այդ պահին, այ լրիվ այդ պահին պրոդուկտը որ ծնվում է, երեխու պես բան է, ծնվում է, դու ուրախանում ես, փաստորեն ստացվեց, ակնոց ստացանք, ժողովուրդ ու բոլորը թիմը ամբողջություն, բոլորը սկսում են այդ շրջանակը դնել, հասկանալ այդ շրջանակի պասատկան, հասկանալ այդ շրջանակի ծանրությունը, ծուռ անստում, ուղիղ անստում, այսինքն լիքը բաներ կա, որ դու անում ես, իդեպ ասեմ, որ ակնոցը արտադրելու, մեկ ակնոց արտադրելու համար դու 45 պրոցես ես անցնում։ Ու այդ 45 պրոցեսից միայն 30%-ն է հաստոցային պրոցեսներ, մնացած բոլորը դրանք ձեռքի աշխատանքի հետ կապված պրոցեսներ են, եւ պիտի ասեմ, որ բացի նրանից, որ 45 պրոցես է անցնում, ինքը նաև պատրաստվում է մեկ մոդելը 40 օր ժամանակ է տանում քեզանից, որպեսզի վերջում դառնա մոդել ինքը։ Ես չեմ խոսում քանակության մասին, որ ինքը դառնա մոդել։ Ես դրա մասին եմ խոսում։ Միանգամից ասոցիացիան եկավ Բաստուրմայի, էլի, ինքը բարդ բավականին պրոդուկտ է, էլի 40 օր պրոդուկտ է։ Այսինքն մենք մի պրոդուկտը, մի սերիան 40 օրվա մեջ ինքը տարբեր փուլերով։ Իսկ եթե որոշում ես, որ քանակություն պիտի դրանից լինի, դա արդեն ավելի երկար ժամանակ, այսպես ասած։ Եվ բացի դրանից էլ վերջում կարող է դու ստանաս, մի գաղտնիք պիտի բացեմ, մարդիկ ակնոց դիտարկում են որպես աքսեսուար, բայց ակնոցը իր տեխնիկական բոլոր պարամետրերով պիտի համապատասխան լինի ակնոց ասվածին։ Մենք շատ հաճախ ակնոց գնելիս երբեք չենք էլ նայում տեխնիկական պարամետրը մեզ, դուք երբևէ ակնոց գնելիս ասել եք ակնոցի ռազմեր ունեք, միջբային հեռավորության, տվեք ինձ այնպիսի ակնոց, որի միջբային հեռավորության համապատասխան լինի։ Ոչ ոք չի ասում, չէ՞ դրա մասին։ Այսինքն մենք չգիտենք դրա մասին։ Ես ինքս չենք էլ խորացել, որ այդպիսի բան, բայց մենք ակնոցի վերաբերյալ մի հատ վատ բառ ունենք՝ սազումը։ Այո։ Սազում է։ Բայց այդ տեխնիկական պարամետրերը դու կարող ես արտադրես Խորհրդային միության սանրվածները, էլի, Վարշավիրանոսում box polo box։ Այո։ Դա սազումը չի սազում։ Հիմա այո, բոլորիս պատկերացումը դրանով սահմանափակվել է, որ այդ ակնոցը տեխնիկական պահեր, նույնիսկ կարող է ինչ-որ ակնոց լինի, որ դու աշկերտ համար դրես քիչ վնասի։ Այո։ Այո, մարդը ունենա խեցի ակնոցը դնի, մեկ էլ վաղը գա մեզ ասի, գիտեք, ինչ ձեզնից ակնոց արա, տարել եմ չեմ կարում շնչեմ։ Ծանր լինի հոգնածնի այստեղ, կախվի, այսինքն լիքը պարամետրեր գոյություն ունեն, որ այդ պարամետրերով դու սկսում ես աշխատել պրոդուկտ արդեն վերջնական, հասցնում ես վերջնական տեսքի պրոդուկտը, որ պիտի դուրս գա շուկա։ Մի հատ էլ այդ պրոդուկտը փորձակնության ես ենթարկում, հա, իր բոլոր տեխնիկական պարամետրերով։ Այսինքն իր լրջությունը ոչ թե նրա մեջ է, որ սա բրենդ է եւ այլն, իր լրջությունը նաեւ հետագայում, հա, որ ասում է աշկը դզելուց քիթը չծռես, էլի մարդու։ Այսինքն հետեւաբար այդ որ ասում են այս ակնոցը ավելի էժան է, դա սազալ չսազալու մասին, բայց կարող է վնաս է տալի քեզ։ Հետո դու գնաս քիթը $2000 կարգի բերես շնչառության։ Այո, ես դրա մասին եմ ուզում ասեմ, էժան ակնոցը դա դեռ չի, էժան եւ սիրուն ակնոցը դա դեռ չի նշանակում, որ դու պրոդուկտ գնեցիր, որ հարմարեցրեցիր։ Ոչ։ Արտուր ջան, ես վերադառնալու եմ, այս ասում չէի կարել այդ առնետական մոտեցումը ցուցաբերեի։ Եղբայր, բա ինչի՞ ցավը դուք մեր մեջ չեք մտցնում։ Մենք դրա մասին պիտի իմանանք, չէ՞։ Ինչ որ մեկը մեզ պիտի գա ասի, չէ՞։ Լսի դու հիմա ագնոց ես կրում, իսկ դու տեղյակ ես, որ ակաժն հետ կախ են ընկնում, վնասում ես, գլխացավ կարաս ունենաս, քթի շնչառության հետ կարաս խնդիր, ել չեմ ասում ալերգեն, աշկերիդ մոտիկ դու կարաս լուրջ խնդիրներ ունենա։ Այսինքն մենք այդ պարամետրերը ես չեմ լսել երբևիցե, ինչ որ մեկը փողոցում ինչ որ ասի դու էդի այնինչ օրինակ կոշիկի պարագայում մենք էդի գիտենք, հա, ու այլ տեղերում, այսինքն մեզ ասում են, դες կաշի պետք է լինի, շնչող պետք է լինի, եւ այսինքն լիքը բաներ
այն ինչը որ վերաբերվում է ոտին մենք գիտենք, Ակնոցի պարագայում պարզապես մեր ժողովուրդը, այո, ակնոցի պարագայում մեր ժողովուրդը սազում է, ձեր ասած։ Բայց պետք է արտադրողը, չէ, բրենդը, բայց հետարքի է լավ, միջև ձեր մուտքը շուկա, չէ որ եւս ունեցել ենք բավականին մեծ քանակությամբ մասնագիտացված ակնոցի խանութներ։ Տեսեք, ու ես չեմ հիշում get մեկ դեպք, երբ որ այդ ինչ որ մենք հիմա խոսում ենք, մեդիա դաշտում հայտնված լինի։ Այսինքն մարդուն գոնե ասեն, այս բանի ուշադրություն դարձրել։ Օրինակ երեխայի ակնոցը չի կարող լինի այսինչ գրամից ավել։ Այո։ Օրինակ ես հիմա մտածեցի երեխայի ակնոցը չի կարող լինի մետաղական, որը որ չունի համապատասխան պակրեցիա, այսպես ասած։ Պատում, այո, որովհետև ինքը կարող առաջացնի լիքը խնդիրներ եւ մեծի համար եւ երեխայի համար, այսինքն բազմահազար մանր դետալներ, որի վրա տեղում քեզ էտի ասում են, բայց օրինակ սպառողի ուղեղի մեջ այդ ամենը չկա։ Իսկ ինչի համար է դա շատ կարեւոր իմանալ, որովհետև մենք գնալով մեր էկրանային ժամը ավելանում է, մենք ավելի փակ սենյակներում ենք գտնում, հետեւաբար աշկի վրա վնասը գնալով, այսինքն հավանականությունը, որ ակնոց կրողները ոչ թե 70+ են ելնելու, այլ արդեն սկսված 25-30, իհարկե տարիքային իջելա ներքև, հետեւաբար այդ ակնոցը մեր արդեն պարտադիր աքսեսուարներից մեկն է։ Կներես Նարեկ ջան, ընդհատում եմ, վերջերս մի դեպք պատմեմ, գործուղմամբ Ֆրանսիայում է եւ Փարիզում շրջելիս նկատեցի, որ օպտիկանները այնտեղ պարզապես օպտիկա չեն, աչքի խնամքի կենտրոններ են եւ մեր մեջ այդ մշակույթը պիտի զարգացնել։ Հարց պիտի քաշեմ, հա։ Ահա, պայման։ Շատ բարի, եկեք։ Արտո ջան, այսօր մեր բզբզ հարցերը շատ են։ Так, պատկերացրու ունես ընկեր նախարար, ինչ կտա դա քեզ։ Ահա։ Արի։ Ահա։ Լավ հարց է։ Բավականին լավ հարց է։ Ինչ կտա ինձ իմ ընկեր նախարարը։ Նախ առաջին էմոցիան, հա, անկեղծ։ Օրինակ ես միշտ հանկարծ այս հարցը որ ընկնում եմ, միշտ դա եմ հարցնում։ Առաջին էմոցիան, վերջ, ընկերներով դզվեցինք, թե այ մարդ ինչ գործ ուներ, հա, մեր ընկերներ, հեսա գնալու է, Աստված գիտի երբ ենք հանդիպելու է։ Մի քիչ ավելի ոնց զգում եմ, տենց ասեմ երևի։ Իրականում բավականին շատ ընկերներ ունեմ, տարբեր սֆերաներում, տարբեր, այսպես ասած, գործերով զբաղված, որոշները զբաղեցնում են ինչ որ, այսպես ասած, պաշտոն ասեմ, հա, դրան։ Այո, իհարկե պաշտոններ են։ Այո։ Բայց իմ համար ամենակարևոր բանը, որ միշտ եղել է եւ դա ինձ տվել է, մեր ընկերությունն է ուղղակի եղել, այսինքն որևէ ակնկալիք չեմ էլ ունեցել, թե ինչ կտա դա ինձ։ Նախ առաջին երևի, որովհետեւ միշտ սովորեմ ինքս ամեն ինչ անեմ, այսինքն ոչ մեկից ոչ մի բան չեմ խնդրում երբեք, ինչ որ խնդիր ունեմ, փորձում եմ լծվել այդ խնդրին ու սկսել այդ խնդիրը լուծել։ Թե հիմա լավ եմ լուծում, թե հիմա վատ եմ լուծում, դա խնդրի մյուս կողմն է։ Բայց այնուամենայնիվ փորձում եմ ինքս անել։ Իսկ ընկեր նախարար ես ուրախ կլինեմ, որ լիքը նախարարներ ունենամ, ընկեր, որոնք որ լինեն իմ ընկերը եւ բոլորը լինեն նախարար։ Այսինքն դա ուրախալի կարա լինի։ Արտո ջան, գնացինք հաջորդ հարցին։ Ես մեկը պատասխանելու եմ։ Ինձ թվում է։ Տեսնենք։ Այս պահին դանսի Instagram highlight-ներից որում են պահպանված ավելի փոքր թվով ստորիներ։ Արտուր ջան, ես քանի որ մարդ, որը չկամ ոչ մի սոցիալական ցանցում, նույնիսկ highlight-ը չգիտեմ որն է։ Հետո երեխեքը կասեն դա ինչ է։ Այսինքն երևի ինչ որ պահպանված են վերևի ինչ որ Հիմա այս վերև հելա, լայթը ինչ որ վառվող բան է։ Ես էլ ձեզ անկեղծ պատասխանեմ, Նարեկ ջան, ես էլ չունեմ սոցիալական որևէ ցանց, այսինքն Facebook, Instagram դա իմ համար չգիտեմ ինչ է։ Զուտ աշխատանքային տիրույթում ես փորձում եմ ընդհանրապես ինչ որ բան նայել։ Սոցիալական ցանցերից ես միայն ունեմ LinkedIn-յան edge, որը որ նորմալ է կարծում։ Պրոֆեսիոնալ շփման համար է։ Այս պարագայում ես հարցի պատասխաննել չունեմ։ Չնայած որ ես դա ինձ ուրախացնում է։ Չնայած որ մարքեթինգի հետ ես բավականին լավ հարաբերությունների մեջ եմ մեր թիմի հետ, մենք անդադար ինչ որ քննարկումների մեջ ենք, անդադար ինչ որ նոր բան կարող ենք մտածել, ընդհանուր մինչև այսպես ասեմ, երբ որ մեր մոտ ինչ որ բանը շուտ պիտի լինի, հա, ինչ որ կոլեկցիայի հետ կապված եւ այլն, նոր կոլեկցիայի հետ կապված ես մասնակցում եմ դրան, մասնակցում եմ ճաշակի առումով, ես կարող եմ ասեմ, այս աղջկա շորը, այս մոդելի խնդրում եմ մի հատ դզեք, այս տղայի թրաշը մի քիչ ավելի շատ պիտի լինի կոռեկտ, այսինքն ես տենց բաներին մասնակցում եմ, պատկերացրեք, բայց այս հարցի պատասխանը ես չունեմ։ Դե քանի որ ասում ի սկզբանե գիտենք, որ ինձ դա ուրախացնում է, որովհետև մենք ունենալու ենք բզբզ հարց, բայց
արի ստուգենք թե ինչքանով է ուրեմն ֆարտունան, այսօր կոկոմը երրորդ հարցը տեսնենք։ Ունեն 4 տարբերակ։ Քո կարծիքով առաջինն է, երկրորդը, երրորդը, չորրորդը, նույնիսկ չեմ հնչեցնելու։ Երրորդ հարցը, եկեք ասենք երկրորդ պատասխանը ընտրենք երկրորդ։ Եթե դա ճիշտ պատասխանն է։ Երկրորդը Դա ճիշտ բրավո։ է։ Ուրեմն ես չգիտեմ ոնց, ինչ, բայց ֆարտունան քո կողքից է։ Քո կողքն է։ Այսպեսի մի հատ հարց, կտրուկ դե ակնհայտ է, հա, այսինքն մի պահ կար բոլորը տենց զգուշաբար նայում էին սոցիալական ցանցերը, թվային գործիքները, կայքը, ինչքանով է կիրառելի։ Հետո մի հատ ունիկալ փուլ սկսվեց։ Ոչ ոք Բոլորը մտան այդտեղ ու արդյունքում առաջացավ այդ մարքեթինգային աղմուկը, երբ որ բոլորը գոռում են հազար ներողություն, հա, այսինքն այն կլիշեները, որը որ զեղչ, ամենայժանը, բաց մի թող, ու տպավորությունն է, որ այն էստի համեցեքը, հա, դարձել է սովորական երևույթ, ասում որ մի վարքյան պատկերացրեք, դու փողոցում քայլես եւ 80 հոգի գոռա էստի համեցեք։ Արդյունքում դու նայելու ես նրան, ով չի գոռում։ Ասես, կարող է այս մարդը հաճախորդ ունի դրա համար չի գոռում, գնամ ընդե։ Այսինքն, ուզում հասկանամ այդ ոնց դու հաշվի առնելով, որ ասեցիր խորացածս, էլի, ոնց տարբերվես, արդեն լուրջ խնդիր առաջանում, այսինքն ոնց ոչ թե ներկայանաս, այլ ոնց տարբերվես եւ ամենակարևորը, ոնց լինես տրենդի մեջ, բայց միևնույն ժամանակ գրեհիկ չլինես։ Այսինքն այդ պահը լուրջ մարտահրավեր է։ Նայեք, ուրեմն ինքը կարևոր բան է, լավ թեմա է քննարկում։ Այսօր բոլորը դաշտում, երբ որ նայում ես ինչ որ կներեք արտահայտությունս, ինչ որ սիրում ենք կիսամերկ վիճակներ, բոլորը նայում են դրա վրա ավելի շատ, այսպես ասած, քլիկ են անում, նայում են, սրտիկում են, չգիտեմ, լիքը նմանատիպ բաներ, երբ որ կոնտեքստը երբ որ ավելի գրագետ է լինում, հա, իրականում այդ գրագետը մի քիչ մարդկանց չի ձգում։ Շատ մարդիկ այլևս դա չի ձգում։ Մարդկանց նորից գալիս ենք այդ էմոցիային։ Մարդկանց պետք է այդ էմոցիան, մարդկանց պետք է այդ զգացողությունը, որպեսզի այդ կոնտենտը կարողանան իրանք ոչ թե կարողանան, ասենց բոլորից մոտ է, չէ՞ դա լինում, կարող ինչ-որ բան նայես, լայքես ու դաժե չմտածես ես ինչ լայքեցի, հետո մտածես հասկանաս ինչ լայքեցի։ Այս պարագայում ոսկե միջինը գտել ենք։ Այսինքն մենք Դանզը նախ առաջին հերթին պիտի ասեմ, ինքը բացի նրանից, որ յուրօրինակ բրենդ է, հա, ինքը նաև կիրթ եւ գրագետ բրենդ է։ Այստեղ պետք է հասկանալ քո կրթության աստիճանը, որքան ես ուզում լինել կիրթ։ Ուր ես ուզում գնալ դրանով։ Այսինքն, եթե դու կարողանում ես ճիշտ պահել քո այդ կիրթ լինելու աստիճանը եւ գրագետ լինելու աստիճանը, դու քո համապատասխան աուդիտորիան ունենում ես։ Եվ տարբերվում ես բնականաբար մյուսներից։ Շատ լավ ես ասում։ Բոլորը նշում են սեյլ, էստի համեցեք, էստի համեցեք, էստի համեցեք։ Էստի համեցեքի հետ կապված այսպեսի մի փոքր դրվագ պատմեմ, դանզում մի ժամանակ զեղչեր հաճախ էր լինում։ Այո, եւ դուք էլ դա նկատած կլինեք, բավականին մեծ զեղչային պերիոդ էինք ունենում, որովհետեւ բոլորն էին այդպես անում։ Ու մեխանիկորեն պարտադրված խաղում ես շուկայի պարտադրած այդ երևույթի հետ, հա, այսինքն իրենց հետ խաղում ես դու, բայց հետո հասկացանք, որ չի կարող այդպես լինել։ Ոչ թե նրա համար, որ ես չեմ ուզում զեղչ անեմ իմ պրոդուկտի վրա, ոչ թե նրա համար, որ ես պատրաստ չեմ օրինակի համար 20,000 դրամով վտակնոցը վաճառել են մարդուն, ով 5 ամիս սպասել այդ զեղչին ու եկել այդ զեղչի հետևից, երբ որ վերջնական այդ զեղչը կա։ Սրանով դու ստեղծում ես մշակույթ քո շուրջ, քո բրենդի շուրջ, քո մտածելակերպի շուրջ, քո տեսլականի շուրջ։ Սա մեր կանոններից, խաղի կանոններից հետ այսու դուրս է։ Դանզը այլևս չի կարող լինել շուկային այսպես համահունչ Չէ, այսինքն մենք չենք կարող լինել այն մշտական, որտեվ զեղչ բառը մի քիչ արժեզրկման մասին է։ Ես ամենայն սիրով հարգանքով ուրիշ բաների մասին։ Ինքը շատ վտանգ բրենդին վտանգող երևույթ է։ Այո, բրենդ awareness-ը կարա դրանից տուժի։ Ես համաձայն եմ։ Մեր պարագայում դա չի եղել։ Մեր պարագայում, երբ որ մենք զեղչ չունենք, մեզ առնում են։ Պարզապես մենք հասկացանք մի բան, որ այդ զեղչը այդքան էլ կարևոր չի, հա, մարդուն ոչ թե կոմոդ, այդ մարդը գալիս է։ Այդ մարդը երբ որ քեզ ընդունում է, քեզ սիրում է, այդ մարդը քո մոտ գալիս է։ Սա շատ կարևոր բան է։ Այսինքն մենք հասել ենք դրան, ինձ թվում է։ Օրինակ մի հատ պրոյեկտի մեջ եւս fashion retail-ում է գտնվում պրոյեկտը, մի հատ այսպեսի բանի վրա ենք հակվել, որ օրինակ ոչ ոք չի գնում, չէ, կինո, որովհետեւ զեղչված է։
Ոչ։ Մարդ չի գնում կինոթատրոն, որտեվ ասում են, գիտես ինչ, հիմա նոր ավատարն է դուրս գալու 20% զեղչով։ Ու չէ, էլի, այսինքն քեզ գրավում այդ նոր ավատար գաղափարը։ Հետևաբար մենք այսպեսի մի հատ քննության մեջով ենք ասում 1 տարի, արդյոք մեր մարքեթինգի թիմը կկարողանա վաճառի նոր տեսականի գաղափարը։ Այսինքն, նայեք, եթե մենք ասում ենք, մենք բրենդ ենք, մեզ ճանաչում են, մենք ունենք լոյալություն, մենք ունենք մեր բրենդի advocate-ներ եւ այլ այդ ամեն ինչը ունենք, հա, community ունենք եւ այլն։ Այդ դեպքում հարցը չի առաջանում, ինչու այդ մարդկանց համար մեր կողմից հայտարարված նոր տեսականին արժեք չի։ Չէ՞։ Պետք է դա իրանց հետաքրքիր չէ։ Վաու, նոր բան է, քորին է, որ ու դա քննություն դարձավ 1 տարի, հետաքրքիր ասեմ, միանգամից առաջին երկրորդը ձախողում, միջև կոմունիկացիան չփոխվեց։ Այսինքն մենք միջև չհասկացանք այդ նոր տեսականի, որ մենք բերում ենք, ում համար ենք բերում։ Նոր տեսականի է, որովհետև մենք նոր հումք ենք առել, նոր տեսականի է, որովհետև փող ունենք ապրանք առանք, թե նոր տեսականի է, որովհետև իրան հասկացել էինք։ Մարդու համար նոր բան էինք անում։ Ու երբ որ մենք սինխրոնիզացվեցինք իրանց հետ, ու մանավանդ լոյալ հաճախորդների համար նոր տեսականին փակ ֆորմատով 10 օր ինչ-որ մի հատ մենակ իրանց է ներկայացում, հետո նոր մնացածին, այդպես ինչ-որ գողտրիկ բաներ հայտնվեց, զարմանք էր առաջացել, որ զեղչը պակասեց, այսինքն զեղչի հանդեպ գրավչությունը պակասեց, որովհետև զեղչի դեպքում ինքը քո բրենդը չի առնում, ինքը առնում այդ հավելյալ շանսը բաց չթողնի եւ այլնի, հիմա էսի կլինի, չէ, էսի կլինի, զեղչով ինչ ապրանք ունեք, էլի։ Ես սա նորմալ եմ վերաբերում, սա մեր բիզնես քննարկում է, ու ինձ շատ հետաքրքիր էր, որովհետև ես դա նկատել էի ձեր դեպքում։ Ու ինձ հետաքրքիր էր դա ինչու է այդպես, որովհետև կար մի փուլ, որ դուք զեղչ, մի կտրուկ ու արդեն նոր տեսականի, նոր ինչ-որ բաներ եւ գաղտնիքը բաց եմ, լավ, որ նկատել եք, խոսում ենք սրանից, ես գաղտնիք նկատել ենք, գաղտնիքը բաց եմ, այո, տալիս ենք դանզը միշտ ունենում էր կոլեկցիա, որ չէր կարողանում այդ կոլեկցիան, այսինքն արտադրվում էր քանակություն եւ այդ քանակությունը պետք էր սպառել, որպեսզի կարողանալ արտադրել, այո, նոր մոդելը։ Քանի որ մենք որոշել էինք, որ տարեկան ի սկզբանե դա մեր մոտ եղել է, դա fashion ոլորտում այդպես է միշտ եղել, իսկ դանզը ի սկզբանե ասոցիացվում էր մարդկանց մոտ որպես fashion accessoire, մենք տարվա մեջ ունենում էինք 2 հատ collection էինք ունենում։ Գարուն համար եւ աշուն։ Այո, քանի որ մենք այդ կոլեկցիաները ունենում էինք հավաքածուները, պետք էր արդեն ազատվել նաև այն 5 կոլեկցիայից։ Իսկ 5 կոլեկցիայից ազատվելու միակ տարբերակը մեր բանի մեջ դա էր, այսինքն մենակ մեր չէ։ Շուկան այդպես է ընդունված է, այո։ Մենք պետքա դրա վրա կիրառեինք զեղչ, ու այդ զեղչը կիրառում էինք այսպես անաստված ձևով, այսինքն եթե տրված էր 15% կարելի է կիրառել, մենք կիրառում էինք 50%, այստեղ երևի կհասկանաք, քանի որ մենք արտադրող ենք, որևէ խնդիր չունենք, մենք ենք արտադրում, մենք գիտենք ինչքան ենք արտադրել, ինչ ռեսուրս ենք ծախսել իր վրա եւ այլն, մենք կարող ենք նաեւ դա ինքնարժեքով վաճառել, մեր համար դա լրիվ օքեյ էր, այսպես ասած։ Բայց հետո հասկացանք, որ քննարկումների արդյունքում թիմը ամբողջական եկավ նրան, որ ժողովուրդ ոչ stop, որովհետև եթե մարդիկ սիրում են այս բրենդը, եթե մարդիկ սիրում են այս պրոդուկտը, մարդիկ չեն նայում այդ զեղչին նայում են քո ասած, այն որ ասում ես հա դե լավ իջել է գինը, ինչի չառնեմ։ Օրինակի համար մեզ բոլորիս հետ նման բան ա եղել, օրինակ անցնում ես մոլով անցնում ես ինչ որ մի խանութի կողմը, դա 70% զեղչ։ Այս շալվարը պետք չի, չես էլ փորձում այնտեղ։ Դու քանի որ իր գինը 20000 է, արի տամ առնեմ, որտեվ եղել է 60, հիմա 20-ով ծախում են։ Վերցնեմ գնամ տուն։ 40-ն ես ֆիքսում։ Այո, դու այդ 40-ն ես ֆիքսում։ Այո։ Զեղչի ամբողջ բովանդակ։ Միանգամից ասեմ մեզ լսող դիտորներին, որ հանկարծ չմտածեք, դիմաց տպավորություն կստե մենք միայն բրենդ ենք առում, չէ։ Դա լրիվ նորմալ երևույթ է։ Կա սեգմենտ, որտեղ դու քեզ վիրավորված ես զգում։ Օրինակ, ես ունեմ ընկեր, որ ինքը գնել էր 1.5 միլիոն դրամով սառնարան, հա, եւ դարձել 3 ամիս ինքը մտնում էր այդ խանութը եւ նայում էր, որ հանկարծ զեղչ չհայտարարեն։ Որտեղ ասում են, եթե հանկարծ իրանք զեղչ չհայտարարեն, ես կարող եմ ինձ ֆակտ խփի։ Նման օրինակ խնդիրների մենք էլ ենք բախվել։ Ես ասում եմ պատկերացրես իրանք 30% զեղչ չհայտարարեն, 450,000-ով կարելի է մի հատ է սառնարան առնել։ Նման օրինակ խնդրին մենք էլ ենք բախվել, հաճախորդները, որոնք որ օրինակի համար դեկտեմբեր ամիսն է, դեկտեմբերի 5-ից սկսվում է այդ ամանորյա նոր տարվա հետ կապված այդ զեղչային պիրուտները բոլոր խանութներում տարբեր էտապներով մարդը եկել է նոյեմբերին ակնոցը առել, որի արժեքը եղել է
40,000 դրամ եւ հանկարծ տեսնում է դեկտեմբերի 7-ին հետակնոցի արժեքը դարձել է 20,000 դրամ։ Դա նաև վիրավորում է մնացած են բոլոր հաճախորդներին, այո, որոնք որ ձեռք են բերել դոետով այդ ապրանքը։ Շատ կարևոր բան է։ Ինքը կարևոր բան է։ Ավելի լավ է, այն որ մենք օրինակ եկանք մի հատ այդպես հաստատ համոզված եմ դուք ձեր որտեվ իշխան հասկացա բավականին գրագետ մարքեթինգային թիմ ունեք, որտեվ անկեղծ ինձ դա ուրախացնում է, հա, որ մենք Հայաստանում սկսում ենք տարբեր երանգներով խաղալ, որտեվ մեկը խաղում է զեղչ, դա էլ է օքեյ։ Մյուսը խաղում է բրենդ, դա էլ է օքեյ, հա։ Բայց կարևոր բանն է, որ դու ավելի լավ նվեր տաս, ավելի լավ փաթեթ ավելացնես, ավելի լավ հավելյալ մի բան տաս, բայց ապրանքը չարժեզրկես։ Հաջորդ հարցը մեր ուրեմն ինքը հանելուկային է, երեխայի կողմից է հնչեցվելու, մեր Տերյան-Քիդս պարկի սաներն են հանելուկներ ասում, թաքնված բառ կա, իշխանով կգուշակես, հա, այս անգամ Լևի կողմից ենք հանելուկը լսելու, եւ այսպես, եթե պետք է լինի կկրկնեմ, դա մի տեղ հապակուց, որը մարդիկ դնում են իրանց իրերը, որպեսզի բոլորը տեսնեն նրան։ Դա մի տեղ ապակուց, մի քիչ արի գնանք սրահի վրա։ Սրահի վրա։ Չպետք է հուշեի, բայց հուշեմ էլի։ Սրահում այս ամենը, որտեղ ապակին շատ ուրիշ տեղեր կարող է գնաս հասնես, էլի։ Ինչ որ մի բան տեսնում են բոլորը տեսնում են խանութ, հա։ Խանութում ապակի բան, ինձ օգնեք հայերեն տարբերակ ասելու։ Որ ասես ռուսերեն ասես ստենդը, հա, ցուցափեղկ հայերեն, լավ էլ գտա։ Ո՞վ ստենդը դու թարգմանեցիր ցուցափեղկ։ Ստենդը ցուցափեղկ է, պամոյմո, ես այդ չի, հա։ Չէ, բայց միամիտ ճիշտ պատասխանը տվեցիր։ Ցուցափեղկ, հա, ժողովուրդ։ Թե ստենդը, թե վիտրինան հայերենով ցուցափեղկ է, շատ լավ է որ գիտենք, հաստորեն այն գլխանց որ դու ասում ես Նարեկ ջան, ես ասում եմ հաստենք, բայց որ գիտենք, հա հայերենով ինչ-որ բառեր հստակ չգիտեմ, շատ լավ է գիտես, ասում եմ հաստենք գիտենք, այո։ Քո գիտելիքները մի զեղ չի։ Լավ է գիտես, հա Արտուր ջան, անցնում ենք հաջորդ հարցին։ Անցնենք։ Հաջորդ հարցը եւս իր մեջ պարունակում է փոքրիկ չարաճճիություն, որովհետեւ մենք դուրս ենք բերել հայ մեծերի արտահայտությունները եւ այս արտահայտությունները հնչեցված է քո թիմին։ Սրանք կարծում եմ ճիշտ պիտի պատասխանեն։ Դե հիմա այդ կարևոր բանն է, այսինքն եթե հայ մեծերին նա ուրեմն պիտի ճիշտ պատասխանեն։ Բայց իր մեջ ուրիշ պահ է կա, այսօր իմանաս ընդհանրապես մտածում հանկարծ չափից ավել չընկճվես, Okay. Այդպես որ ավելացնում ես, չէ՞, կարևորությունը ճնշում է, չէ՞։ Հարցեր ուրեմն ունենք 4 արտահայտություն, որոնք հնչեցված են ուրեմն թիմին։ Թիմի կարծիքով, մեր թիմի կարծիքով, Դանզի թիմի կարծիքով, Արտուրը Խաչատրյան հենց այս տարբերակն է ընտրելու որպես ամենահոգեհարազատը։ Այսինքն բոլորը հիասքանչ են, որտեղ մեր հայ մեծերը շատ կարևոր ժառանգություն ունեն, խոսքեր ունեն, մեզ փոխանցում են եւ այդ խոսքերը իրանք հանկարծ չենք ասում էլ լավն ու վատն են, բայց այս պահին Արտուր Խաչատրյանի կարծում է, որ ես կընտրեմ այդ տարբերակը։ Հենց այս տարբերակն է Արտուրը ընտրելու։ Պատրաստ ես։ Գնացինք։ Մեծ թրիչների ու փոխակերպումների համար պետք է լինեն չափազանց Աֆեյան։ Հն? Աֆեյան։ Այո, նուբար Աֆեյան, ապագայա կենտրոն։ Ապագայա կենտրոն, այո։ Նուբար Աֆեյան։ Նույնիսկ անգիր գիտենք, ապրես շատ։ Ես դες մտածում եմ։ Всё, ունենք հաջորդ տարբերակը։ Հաջորդ տարբերակը։ Արարեք հանուն ձեր երկրի ու նրա ժողովրդի երջանկության։ Միքայել Արամյանց։ Լավ։ Ունենք ուրեմն Գ տարբերակ, զգուշացեք հանրային կարծիքով առաջնորդվելուց, եթե այն ճիշտ է լինի, կդանդաղեցնի աճը։ Ուրեմն Ռիչարդ Դոնչյանի խոսքերն են։ Այո, Ամերիկա։ Եվ 4-րդ տարբերակ, D տարբերակ, պետք է նաև վայելել բիզնեսի մրցակցային բնույթը։ Լարի Գագոսյան։ Թանգարանների սիրում եմ թանգարաններ։ Այո, ամերիկահայ գործարար, որ զբաղվում է թանգարանների, այսինքն թանգարանային նմուշների հավաքածուների բանով եւ ունի Գագոսյան gallery, yes։ Հիմա էսի եզակի դեպքերից է, որ ուզում ես ասես եւ այսպես Արտուրը հաղթեց բոլոր հայ մեծերի ճանաչելու համար, բայց այս 4 տարբերակից այս պահին ես հասկանում եմ ինչ որ մի պահին ինչա մտածում թիմը մտածում է որ հենց թիմը մտածում է որ դու ես այսպես մտածում որ տարբերակն են A, B, G, T-ն
Բայց կարող եմ թեթև հուշացնել, այսինքն մենք ունենք թրիչներ, Նոբար Աֆեյանը ունենք, Նոբար Աֆեյանը, այո, ես հիշում եմ Միքայել Արամյանցը, ես հիշում եմ մնացած երկուսին, հիմա ասեմ, քանի որ մնացած են երկուսը, երեքը նաև Նոբարը ինչի՞ չէ, շատ sense բիզնեսամետ ժողովուրդ են, sense ասեմ, հա մեր մեծերն են, բիզնեսամետ մեծեր են, եւ այստեղ լագիչնի պիտի պատասխանեմ հարցին, ինչպես որտեղ որ դրված է երևի երկիր առաջնային փուլում, որտեղ որ դրված է ինչ կար էլ դրա մեջ Արարեք հանուն ձեր երկրի եւ նրա ժողովրդի երջանկության։ Նրա ժողովրդի, կարծում եմ թիմից երևի դա է ասել, որովհետեւ Ջան, սա ճիշտ պատասխանը չեմ ուզում տանջեմ, всё։ Հա, դա всё։ Ուշ բան չէր կարող։ Արի մի քիչ սրա մասին խոսենք, որովհետեւ կա այսպիսի ընկալում։ Ասում են դե ամեն ինչը բիզնեսի են վերածել, որպես բառ են հնչեցնում, հա, հանրության մեջ, մեդիա դաշտում։ Երբ որ մենք ուզում ենք ցույց տանք, որ ոչ մի բան կարևոր չի, արժեքներ չկան, ամենակարևորը 10-ով առնես, 12-ով վաճառես, հա, այդպեսի։ Այսինքն այն ինչ որ սպեկուլյացիան է, հա, սարքել են բիզնես մոտեցում, չգիտեմ ինչի։ Ես նկատում եմ մեդիա ընկալումը։ Եվ կա երկրորդ տարբերակը, որ դու թիմը հավաքում ես, որպես մի հատ ուրիշ իրականություն է, թիմ ունես, այդ մարդիկ աշխատավարձ են ստանում, հետեւաբար պետք է արժեք ստեղծեն, հետեւաբար այ մարդ գործը լավ արա, շատ արա, տեղում շատ վաճառի, շատ վաստակի, ես է շատ ստանամ, գնանք առաջ։ Այսինքն ես ում հասկանամ, այդ օրինակ եթե թիմը ընտրել է ու մտածում է որ Արտուր այսպես է մտածում, հետեւաբար թե հիմնադիրների կողմից, թե top high level ղեկավարների կողմից պետք է այդ արժե համակարգը, որ ասում է ոչ թե միայն հնչեցվի, ասվի, հա, այլ նաև պետք է դառնա բնույթ, ձեռագիր, որ մարդիկ մտածեն, չէ, մեր ընկերությունը սա ակնոցների մասին չի միայն պատմություն, այլ նաև երկրի մասին է, մենք ինչ-որ բան անում ենք, արարում ենք, փոխվում ենք, մենք ոչ թե մեր ակնոցներն ենք անում, արտահանում, վաճառում, այլ նաև հայաստանյան, հայկական բրենդն ենք ուզում պոպուլյար սարքենք, աշխարհում եւս այդ fashion ինդուստրիայում ինչ-որ մի բանով հայտնվենք, էլի։ Այսինքն ես ուզում հասկանամ սա ինչ-որ հատուկ ունեք անելիք, ունեք առաքելություն, զգում եք որ այդ արժեքները պետքա թիմին փոխանցեք, ժամանակ առ ժամանակ դրան անդրադառնում եք, ոնց է կատարվում, որովհետև սա ինստինկտիվ չի լինում, էլի։ Լավ հարց է, պիտի ասեմ Նորեկ ջան, հետեւյալը։ Այսինքն ցանկացած բիզնեսով գործով զբաղվող մարդ, ճիշտ է, մենք գիտենք, որ բիզնեսը լոկացիաներ չի ճանաչում։ Մենք դրան բավականին լավ ծանոթ ենք, դա օրինաչափություն է, բայց մեր երկրի պարագայում, մեր ժողովրդի պարագայում մենք ստեղծարար ժողովուրդ ենք բավականին, մենք արարել սիրում ենք, մենք շատ տворческий ժողովուրդ ենք, մեր երկրի պարագայում դա կախված է նաև մի քիչ մեր ազգային արժեքների վերհանումից, ինքներս մեզ օգնելուց ու դա ցանկացած գործով զբաղված մարդ, որը որ մտնում է իր թիմ եւ պիտի սկսի աշխատի այդ թիմի հետ, ես կարծում եմ ինքը շատ կարեւոր բան է, երբ որ դու բացի նրանից, որ դնում ես քո բիզնեսի, այսպես ասած, խնդիրները առաջնային, գնահատականը տալիս ես առաջնային եւ այլն, բայց այնուամենայնիվ պիտի կարողանաս նաեւ այդ թիմին հոգեբանորեն ճիշտ կողմնորոշես ու ասես, որ ժողովուրդ մերը լավն է, մենք լավն ենք, մերը պիտի աշխատեցնենք, մերը պիտի հզորեցնենք, որովհետև ի վերջո մենք բոլորս այստեղ ապրում ենք, մենք այս շնչում ենք, հասկանում եք, եւ այստեղ խնդիրը պետքա ճիշտ դնել աշխատակցի, այսպես ասած, հետ շփման մեջ, շատ ճիշտ պիտի այդ խնդիրը դնել, որպեսզի աշխատակից հետ ողջավորված լինի ոչ թե նրանից, որ ես հայրենասեր լինեմ, ես ոչ, որ ինքը ողջավորված լինի, այդ ամեն ինչը ստեղծի արարի էստեղ, որովհետև դիտարկի այդ բիզնեսի փոքր կտորը մեծ երկրի վրա եւ դա դիտարկի նաեւ այդ մակարդակի մեջ։ Պատասխանատվությունը իր վրա զգա։ Այո։ Արտուր ջան, մենք մոտիկացել ենք մեր վերջին հարցին եւ վերջին հարցը արհեստական բանականության միջոցով է ձևավորված։ Մեր թիմը մաքսիմալ տանջել է արհեստական բանականությունը, որպեսզի ճանաչի Հայաստանը, որպեսզի ճանաչի ձեր ոլորտը, հա, որպեսզի ճանաչի դանսը մասամբ, հա, դե պարզ է ինչքանով հնարավոր է։ Եվ արհեստական բանականության կողմից դուրս են բերվել առաջիկա 3 տարիների համար մարտահրավերներ։ Ես հիմա հնչեցնելու եմ 4 մարտահրավեր, որոնցից մեկը ձեզ չի սպառնում։
Այսինքն 3-ը սպառնում են։ 3-ը սպառնում են, Այն մեկը չի 4-ը չի սպառնում։ Հասկացա։ Գնացինք։ Հումքի արժեքի աճ, տեղական մրցակից արտադրողների աճ, արտահանման ռիսկերի աճ եւ թվային մարքեթինգում ծախսերի աճ։ Որը չի սպառնում։ Տեղական արտադրողների դա չի սպառնում։ Ինչու՞։ Ես մեր զրույցի սկզբում նշեցի, որ ինքը բավականին բարդ process է, դուք էլ ավելացրեցիք, որ ավելի լավ է գնամ առնեմ 10-ով, բերեմ 15-ով, ծախեմ գլուխս ազատեմ ամեն ինչից։ Դա ճիշտ պատասխանն է։ Հետարքիրի գիտես ինչն էր, երբ որ ես կարդում էի, այսին դեպքերից է, ես այնքան կուզենայի, որ սա էլ սպառնար։ Անկեղծ։ Սպառնար։ Ու ես գիտես ինչի համար ձեր համար է դա լավ կլիներ, մրցակցություն, մրցակցությունը, մրցակցություն պայմաններում ինքը բերելու է քեզ ճկունություն, ինքը բերելու է քեզ ավելի արդյունավետ լինելու հարց եւ այլ։ Իհարկե, մի կողմից մեկը դաշտը աշխարհում թեժ է, այնպես չի որ բոլորը դրել են, ասում են թե Հայաստանը եփ հակնոց արտադրելու, հա, ու մանավանդ հետևից տեխնոլոգիաներն են գալիս։ Հետևաբար լավ կներ իհարկե որ մրցակիցներ հայտնվեն, բայց այս կոնտեքստում, քանի որ ճիշտ պատասխանը հնչել, հա, կուզենամ մի քիչ խոսանք տեխնոլոգիաներից։ Ակնոցը այսօր գտնվում է մրցակցային դաշտում, հաջորդ, նկատի ունեմ, որն է լինելու մարդու հաջորդ կարևոր աքսեսուարը տեխնոլոգիական աշխարհում, հա, կա հնարավորություն որ մատանին է, հա, խելացի մատանիներն են, հիմա էլ բավականին լուրջ բում է արել խելացի ակնոցները, մի պահ իրանց արգելեցին, հետո իրանց դանդաղեց, հիմա թվում է թե օրենսդրական դաշտը կարգավորել են, հա, ու այդ ոլորտում, այդ ուզում հասկանամ հաշվի առնելով որ հայտնվում են խելացի ակնոցներ, չէ՞ որ իրանք իրանց երթին ոլորտը փոխում են ձեր անելիքը։ Ասեմ, իրականում լիքը փոքր ընկերություններ դեռևս 3-4 տարի առաջ արդեն սկսել էին աշխատել նմանօրինակ նախագծերի վրա, որ լինեն խելացի ակնոցներ, որ սկսենք մարդկությանը առաջարկել խելացի ակնոցներ, ինչպես որ ժամացույց նայեն, ինչ նշեցիք մատանինը եւ այլն։ Եվ Ռեբանը արդեն մասսայական դավաճառում է, նույնիսկ ես գիտեմ, որ արդեն մարդիկ Հայաստանում էլ են ձեռք բերում։ Հա ձերբերել գիտեմ, ես վաճառքը չգիտեի։ Ձերբերել տեսել եմ նույնիսկ։ Վաճառքը վերջին միջազգային ցուցահանդեսի ժամանակ բավական մեծ միջազգային ցուցահանդես է։ Մենք ինքներս էլ շոշափեցինք, նայեցինք, տեսանք դա եւ այլն։ Այսպեսի մի բան պիտի ասեմ, մեր տեսանկյունից դանզը դեռևս չի տեխնոլոգիաների առումով այնքան չի զարգացել, ես ես անկեղծ պատասխանում եմ, որ հասնենք մենք դրան եւ այս պահի դրությամբ մենք դա չենք էլ դիտարկում։ Մենք գիտեք ինչի, ես մի բան պիտի ասեմ, էլի։ Ես գիտեք կարող է սխալվում եմ, խնդրում եմ մի հատ միջամտեմ, որովհետեւ որ հանկարծ սխալ չընկալվի։ Ես չեմ մտածում որ դա պետքա դանսը անի։ Ես ուզում եմ ուրիշ մի քիչ հարցը փոխենք։ Մենք ունենք ցավոք սրտի իրանց բաբլում ապրող, հա, ՏՏ ոլորտ մրցակցային դա նկատի ունենք բավականին զարգացած, բավականին աջակցվող, ամեն ձևով իդեպ ասած կլինի մոտ 15-20 տարի, բոլոր ես այդպես հումորով ասում, բոլորի սիրած երեխան է, հա, ՏՏ ոլորտը, որտեղ լավ է հնչում, սիրուն է, պուպուշ է եւ այլն։ Ու ես զարմանում եմ, դուք, որտեվ տեսեք, ես Հայաստանում ստարտափ մտածեմ, պետք է մտածեմ գնամ Չինաստանում, միտեղ այդ, բայց դուք իմ կներեք ասած, կողքի փողոցում եք, էլի։ Ես համարյա կողքի փողոց։ Ես օրինակ տեխնոլոգիական ինչ որ բան եմ մտածել, ես տեղ կտորը կատարեմ։ Ես դա մտածեմ, պրաշիվկա ոնց է լինելու, գամ ձեզ առաջարկեմ, այսինքն ինձ դա էր հետաքրքիր, որտեղ դա մի քիչ դա նույնիսկ սխալ կլիներ, որտեղ Ray-Ban-ը ինքը չի իրան առաջարկ է եկել, ինքը դա կոոպերեյշնով է արել, ինքը իրանով չի արել։ Նման առաջարկեր մեզ եղել է 2 անգամ, նույնիսկ բերել են պրոտոտիպն են բերել, թե ոնց պիտի անենք, ոնց է տեղադրվում դա ացտատից ցելյուլոզային ացտատի ցունքի մեջ ոնց կարելի է տեղադրել, դա կարա տեղադրի աբատկովի հատվածում, թե կարա տեղադրվի թեմփլի դուշկայի մեջ եւ այլն, դա հնարավոր է տեխնիկապես մեզ համար եւս դա հնարավոր է պատկերացրեք, որովհետեւ դա պիտի արտադրվի միտեղ։ Դանս այդպիսի համագործակցություններին բաց է։ Մենք կարող ենք հիմա կոչ անել մեր տեղ ոլորտին, ասել հարազատներ, մենք ունենք հայաստանյան արտադրանք ու դուք ունեք ունիկալ հնարավորություն առաջարկ անեք դանսին, որ կարող ենք հայաստանյան առաջին ուրեմն խելացի ակնոցները լինի այս եւ այս երկու ընկերության համատեղ ուժերով, որովհետեւ նույնիսկ ես ինչի կանգնացեցի Արտուր ջան,
մեծ կասկածանք կառաջացներ կոմպետենցիայի տեսանկյունից, ինչու է դանսը տեխնոլոգիաների ոլորտ մտե, բայց կա ընկերություն, որ արդեն անուն ունի տեխնոլոգիաների ոլորտում, հա, ու իրար հետ դու փակում եք երկու խնդիր, ես որակյալ հումքն եմ եւ այլն, իսկ դու տեխնոլոգիան ես, որտեղ soft գոյություն ունի, դրա սպասարկում կա եւ այլ, դուք այդպեսի առաջարկ ունեցել ենք, իրականում դա հնարավոր է անել, այսինքն դանսը պատրաստ են անօրինակ համագործակցությունների, այստեղ պարզապես դա պետք է վերջնական ամբողջական մշակված լինի նաև հակառակ կողմից, որպեսզի դանսը իր անելիքը իմանա, որովհետև դանսը ապահովելու է միայն այս պարագայում ակնոցի դիզայնը, ֆրեյմը, մշակումը, այնը տեխնոլոգիայի առումով պիտի ապահովի հակառակ կողմը։ Իսկ մեր գործընկերները, որոնք որ ուզում էին համագործակցել այդ հատվածով մեզ հետ, իրենք պարզապես դեռևս չէին վերջնականացրել Չինաստանից իրենց այդ բոլոր տեխնոլոգիական խնդիրները, որպեսզի հասկանան դա դուշկայի վրա է լինելու, ակումուլյատորը որտեղից է լինելու, զարյադաշնիկը որտեղից է միանալու։ Ձեր սուպեր ուժը, հա, նրանում է կայանում, որ երբ որ ձեզ զանգահարեն, ասեն, մի հատ sense հետաքրքիր հանդիպեն, ասեն, այսպեսի մի հատ բան եմ ուզում անեմ, դու չեք ասելու դա պետք է արտադրես 2.5 միլիոն հատ։ Հիմա որ զանգես Չինաստան, լուրջ արտադրամաս, այդպես են ասելու քեզ։ Մեծ քանակություն են ուզում։ Այսինքն ես զարմանում եմ հենց դրանից էլի, ոնց մենք կարող ենք այս ունիկալ հնարավորությունը Հայաստանում կարտադրամաս, չէ՞։ Պլյուս դուք ունեք նաև ցուցասրահ ձեր ունիկալ տեղը, որ կարա դա նաև պրոմոշնի տեսքից օգնել։ Այ որտեղ է եղել ամեն անգամ դրան եմ էլի անդրադառնում, որտեղ է եղել մեր մեջ այդ բանը փակվել է, որ մենք իրար կողք չենք տենում, մենք բոլորս առաջ ենք նայում, գնամ միտեղ գործընկեր մանգամ Չինաստանում, Հնդկաստանում, հա, բայց այստեղ կողք շատ կարևոր ու որտեղ մենք այդտեղ իրար կարող ենք ուժեղացնենք, հաջորդ ձեր ցուցահանդեսին դա ունիկալ նմուշ կարող լիներ, որ մարդիկ մոտիկանում են ու մեկ էլ մի հատ տեխնոլոգիական լուծում ունենք, որը համատեղ է կատարվում, իհարկե շատ կարևոր է ռեպուտացիոն ռիսկերը։ Եթե դու պետք է հասկանաս, եթե դանսը ունի արդեն անուն, բրենդ, հասած ինչ-որ միտեղ, ապա դու եւս պետք է հասնես ու կարողանաս առաջարկես, էլի։ Այսինքն այդ համագործակցության տեսանկյունից եթե բացենք, ես ուրախ կլինեմ, որ մեր հաղորդաշարը դառնա առիթ, մեզ նայող, դիտող, լսող, ուրեմն ՏՏ ոլորտի առաջամարտիկները մի հատ ինչ-որ առաջարկով կան, այո, առաջարկով ես մեն ուրախ կլինեմ, որ ստացի, որովհետեւ այդ ոլորտը հետարքիր ձևով է զարգանում ու դու տեսնում ես որ արհեստական բանականության հաջորդ գործիքակազմը հենց ակնոցների միջոցով է օգտագործվում կիրառական դաշտում, այսինքն թարգմանություն, տեսողական ուրեմն ամեն ինչ հա դրվում է հենց ակնոցի վրա, հետեւաբար այսուհետև այդ խելացի ակնոցը ինքը սմարտի մասին չի, ինքը բառից բուն իմաստով AI ակնոցների մասին է, էլի։ Շատ ճիշտ նկատեցիր Նարեկ ջան, խելացի ակնոցը, բայց այնուամենայնիվ ես հավատացած եմ, որ ակնոցը դա այն աքսեսուարն է, որը սիրում է ջերմություն, ակնոցը դա այն աքսեսուարն է, որը սիրում է տաքություն, ոչ, չգիտեմ, նրբագեղություն, ինչպես նաև օպտիկական ֆրեյմը, աչքի խնամք օգտագործենք, հա։ Այսինքն դա միայն տեխնոլոգիական լուծում չի, ինքը պետք է նաև, այսինքն ձեր փորձառությունը ինձ պետք է հետաքրքիր լինի, որովհետև դուք ակնոցի էքսպերտն եք։ Ինքը չի կարող լինել միայն զուտ տեխնոլոգիական առաջընթացից առաջացած product, ինքը պիտի համապարփակ իր մեջ ունենա բոլոր այդ կտորները, որովհետև եթե ինքը լինի միայն այդ առումով եւ կիրառելի լինի միայն այդ պարագայում, դուք այդ ակնոցը պիտի ունենա, ասում եմ, փափկություն, պիտի ունենա ստիլ, պիտի ունենա ոճ եւ այլն։ Եթե Apple-ը ոնց է մտածել, իր ժամացույցները բավականին ամեն ինչը մտածված է նաև էսթետիկայի մեջ։ Էսթետիկայի մեջ, այսինքն նաև պետք է առաջա գալիս այս դետալները մշակելու, սրանք հասկանալու թե ոնց կարելի է դա կիրառել եւ այլն։ Ինքը հեշտ չի։ Ինձ շատ գրավում է Արտուր ջան, ամեն հարցում, ես փորձում եմ մաքսիմալ չարաճճիություն անեմ տարբեր ոլորտներում, բայց մի հատ կարևոր բան կա, որ կարմիր գծով սենց անցավ այսօրվա մեր քննարկման մեջ, դա այդ սուպեր պատասխանատու մոտեցումը։ Այսինքն ամեն հարցում նույնիսկ ես զգում եմ, հա, ինչքանով կարևոր է հավասարակշռված, նույնիսկ երբ որ դու խոսում ես, հա, ընթացքում, զգում ես մարդու պատասխանատու մոտեցումը ամեն ինչում, հա։ Այսինքն հիմա կարա իր ասեիր, հա, միշտ բաց ենք, եկեք դիմեք ժողովուրդ ջան, բայց միևնույն ժամանակ տես միանգամից ասեցիր, սա էլ հաշվի առեք, էլի։ Սա էլ հաշվի առեք, էլի։ Արտուր ջան, եւ ավարտին ունենք մի փոքր անակնկալ, նախ ասեմ շատ շնորհակալ եմ հետարքիր զրույցի համար, մտանք մի հատ նոր աշխարհ, հետարքիր ձևով
տարբեր, տեսանկյուններ կան, որ դուք համար մեկ բացահայտում է։ Դու զարմանում ես, որ քո կողքը հենց հիմա մի հատ նոր աշխարհ կա, նոր երևույթ է հայտնվում, որ միգուցե 15, 20, 30 տարի հետո արդեն այնքան սովոր են, որ Հայաստանում ակնոցներ են արտադրվում եւ ամբողջ աշխարհում ճանաչում են, ոնց որ հիմա մենք չենք զարմանում կոնյակով, հա։ Դե նորմալ է, որ մենք կոնյակի արտադրություն ունենք։ Նորմալ է դարձնում։ Դա աստված իհարկե մենք հասնենք այդ նույն բանին, այդպիսի ունիկալ բարդ տեխնոլոգիաների վրա, հա, այսինքն մենք ունենանք ակնոցի արտադրություն, բրենդային վաճառքով, հա, ունենանք տեխնոլոգիական ինչ-որ բարեփոխումներ եւ այլն։ Եվ ավարտին անակնկալը հանդիսանում է նրանում, որ մեր թիմը շարունակել է տանջել արհեստական բանականությունը եւ փոքրիկ չարաճճությամբ դուրս ենք բերել, այսպես ասած, բիզնես հորոսկոպ դանսի համար մեկ տարվա ամիսներով ու հետաքրքիր է հետո որ կհանդիպենք նախ գիշեսնի որ այսօր այդպես հետաքրքիր քննարկում ունեցանք եւ հետո կգիսվեց թե ինչքանով արհեստական բանականությունը կարողացավ ամիսներով ճիշտ գուշակել թե ամեն ամիս ինչ ունենք անելու, հա, սա այդպես փոքրիկ սիրով շնորհակալ եմ շատ, բավականին հետաքրքիր է հեսա կնայեմ իմ թիմի հետ, քանի որ թիմս ոնց հասկացա մասնակցություն ա ունեցել ձեր գործընթացների մեջ, այո, մենք սա թիմով կնայենք, ձեզ շատ շնորհակալ եմ։ Երբ որ տարբեր ֆորմատներով, հա, B1 մեդիայում մենք ունենք տարբեր նաեւ ֆորմատներ, կուզենանք հայկական արտադրողների շարքում անպայման միշտ ունենալ ձեզ դանսին եւ ամենակարևորը այդ ձեր առաքելության այդ կարևոր կտորը հայկականը ստեղծել, տարածել, թող դառնա վարակիչ եւ աշխարհում մենք ունենանք 100 լավ ասեմ, սովից տասնյակ, հետո արդեն հարյուրների մեջ մտնենք բրենդներ, որոնք որ մեծ քանակության մարդիկ չպատկերացնեն իրենց կյանքը առանց այդ հայկական բրենդների։ Շնորհակալություն։ Սիրով ձեզ եւս շնորհակալություն։